Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի Վարշավիրի ամուսինը նշանակվել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ։ Այդ քրեակատարողականում են գտնվում Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, բարերար գործարար Սամվել Կարապետյանը։ Անկախ այդ մարդու մասնագիտական որակից, Աննա Հակոբյանի հանգամանքը արդեն խանգարում է, որ այդ նշանակմանը նայես դրական վերաբերվես։ Փաշինյանի կնոջը երևի բարեկամ ու ծանոթ չմնաց, որ պաշտոնի չգնա։ Իմ կարծիքով Հայաստանում չկա պաշտոն, որտեղ Աննա Հակոբյանը չկարողանա նշանակում անել, ձեռքը չհասնի։ Կառավարությունն ու նրա օղակները, ուժային կառույցները, դատարանբան դարձել են սրանց անձնական բոստանը։ Ում ուզում նշանակում են, բայց նաև ում ուզում հեռացնում են։ Երկու պարագայում էլ հաշվետու չեն։ Տեսանք, որ վերջերս ազգային ժողովում կարևոր առողջապահության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նշանակեցին բարձրագույն կրթություն չունեցող մի ՔՊԱ-կանի։ Նրա ելույթները լսելով հասկանալի է դառնում, թե ինչու չունի դիպլոմ։ Բայց ՔՊ-ն որոշել է, որ պետք է նրան տալ բարձր պաշտոն, պադավատ, բարձր աշխատավարձ, բայց նույն ՔՊ-ն երեկ էլ որոշել է, որ պետք է հեռացնի ԵՊՀ-ից դասախոս գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանին, որովհետև ՔՊԱ-կան մի կին падգամավոր չի ուզում, որ նա դասավանդի մայր բուհում, որովհետև ընդդիմադիր է։ Հետո ինչ որ ունի մեծ ստաժ։ Էս Ժողովուրդ ջան, ընդդիմադիր ես, աշխատանքից ազատում են, կալանավորում են, սպանում են։ ԵՊՀ-ից, Բրյուսովից, Կառավարման ակադեմիայից քանի դասախոսի անուն տամ ընդդիմադիր հայացքներ ունեցող, որ հեռացվել են։ Բայց նրանք պետք է այնքան շնորհակալ լինեն, որ գոնե բերդում չեն կամ սպանված չեն։ Երկու փաստաբան Կոչուբաևն ու Մխիթարյանը օրերս հայտնվեցին ճաղերի հետևում։ Այսինքն մի կողմից ՔՊ-ն պաշտոնի է նշանակում ում ուզում է, թեկուզ կրթության բացակայությամբ։ Մյուս դեպքում ՔՊ-ն պաշտոնից ազատում է ում ուզում է, թեկուզ գիտնական։ Կբացատրեք падգամավորը ով եղավ, որ մայր բուհի ռեկտորին պարտադրի պաշտոնանկ անել դասախոսի։ Սա հենց բուհերի քաղաքականացման հետևանք է։ Համարյա բոլոր բուհերի հոգաբարձությունների խորհուրդները ղեկավարում են ՔՊԱ-կաններ, ռեկտորները ընտրվում են սրանց դաբրոյով։ Երբ ԵՊՀ հոգաբարձությունների խորհրդի նախագահը ՔՊԱ-կան է, ռեկտորը ՔՊ-ի նախկին падգամավոր է, չի կարող ՔՊԱ-կան անգամ Չ կլասի դեպուտատը հարց չլուծել այդ համալսարանում։